Դերասանուհի Ռոզա Դավթյանը Instagram-յան իր էջի սթորի բաժնում զվարճալի հոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես են վերջին զանգի դերասանները, ինչպես են փորձում իրեն խանգարել, մինչ ինքը հոլովակ է նկարահանում։ Սիրելիներս, այսօր մեր խոստումն իրականացնելու օրն էր։ Բա դուք եկաք, մասնակցեցիք մեզ համար շատ կարևոր նկարահանումներին։ Շատ հետաքրքիր անցել իրականում, շատ կարևոր տեսարաններ էին։ Եկաք, մասնակցեցիք մեզ համար շատ կարևոր նկարահանումներին։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը Instagram-յան իր էջում լուսանկարների նոր շարքով էր կիսվել հետևորդների հետ, դրանց կից կատարելով հետևյալ գրառումը. «Մեր բոլորի փնտրածը հաջողակ եւ անհոգ կյանքն է, բայց ցավոք միշտ չի, որ գտածները նման են մեր փնտրածներին։ Մեր հանդիպածը դժվարությունն է, պայքարը, ցավը, անորոշությունն ու ձախողումը։ Մարդիկ, ովքեր չեն հանդիպում սրանց, ուրեմն չեն վաստակելու կյանքի անհոգ ու երջանիկ օրերը, որովհետև դժվարությունը պարգև է եւ հարթեցնող ուղի դեպի մտածածին երազանք, որովհետև ամենամսոտ ու յուղոտ հաջողությունը հում ու արյունոտ սկզբնաղբյուրից է խմորվում։ Վեհ ու հավատարիմ մնա քո ընտրածին, մի վազի դեպի գայթակղիչը, ողորմություն մի խնդիր, լուռ եւ բարձր ճակատով մնա քո բարձունքներում, որովհետև դա է քո իրական տեղը», գրել էր Ռոզան։ Հավելենք, որ նշանադրության մասին հրապարակմանը կից դերասանուհին գրել էր. Հոկտեմբերի 11 ես նշանադրվեցի։ Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին։ Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես, բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն եւ անտրտունջ։ Այս կյանքում ինձ բաժին հասածը կորցնելու եւ գտնելու մասին ճանապարհներն են։ Իմ բոլոր գտածների հետևում կորուստներ են, բոլոր ձեռքբերումներիս հետևում անթիվ անհամար ձախողումներ, բոլոր ժպիտներիս հետևում հեկեկոցներ։ Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում եւ ի հակառակ նշվածներին խորը արմատներ գցելով օրերից մի օր անգամ ծիլ են տալիս, բայց գուցե փառատողը այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձևը եւս չմոռացվողներից է դառնում։ Ես չեմ վախենա ասել, որ հորս կորցնելուց հետո քեզ գտնել է իմ կյանքում եղած, լինելիք եւ այժմյան եղածներից ամենից անգինն է։ Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուր կիսողն ես, իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես, իմ հաջողություններից անմնացորդ երջանկանցող ու վշտիս մեջ հետս լացողն ես։ Գուցեև ուժեղ եմ ես, բայց դու ինձ դարձնում ես անպարտելի։ Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ անհամար կորցրած եւ գտած ճանապարհներ եւ վերստին անդառնալի հավերժ փակված կողպեկված դռներ ու ունեմ քեզ եւ առավելապես քոնն եմ ես եւ քոնը լինելը սպիացնում է բոլոր խորը վերքերը, հարթեցնում է բոլոր սպիերը, լրացնում է բոլոր կեղտոտ բերանները, որովհետեւ քոնը լինելը աստվածային օրհնություն է եւ որքան ասելիք կա քոնը լինելու մեջ, ինչ լավ է, որ հենց քոնն եմ ես։ Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը կարողացավ հայտնիություն ձեռք բերել շատ կարճ ժամանակահատվածում, ինչպես ասում են, մեկ նախագծի օգնությամբ։ Բնական էր, որ այդ ճանաչումը իր հետ պետք է հանրության հետաքրքրության նոր ալիք բերեր իր հետ։ Այս ընթացքում Ռոզան մեկ ծավալուն հարցազրույց է ունեցել, որի ընթացքում անձնականի մասին որոշ մանրամասներ էր հայտնել։ Դեռ հեռուստասերիալի ընթացքում շատ էր քննարկվում Ռոզայի եւ դերասան Կարեն Ասլանյանի սիրավեպի մասին լուրը։ Այդ թեմային անդրադառնալով դերասանուհին նշել էր. «Ես երբ գալիս էի հյուր ինքս ինձ ասացի, որ պետք է լինի մի տարածք, մի ներքին բան, որը միշտ քոնը պետք է մնա ու ես կարծեցի, որ անձնականը ամենաճիշտ տարբերակն է դրա համար։ Ես ու Կարենը հոյակապ ընկերներ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է տաղավարում։ Դրանից դուրս մենք երբեմն շփվում ենք, բայց իմ անձնականը միայն իմն է, ոչինչ չեմ հերքում կամ ոչինչ չեմ փաստում։ Ես մի բան կասեմ, այնինչ իրականում կա առանց իմ ասելու կամ մեկ ուրիշի հերքելու կամ փաստելու միշտ երևում է, թողնենք ժամանակի վրա ամեն բան ցույց կտա ճիշտը»։ Զրույցի ընթացքում Ռոզան նաև նշել էր, որ մինչ սերիալում նկարահանվելը զուգընկեր չի ունեցել, սակայն չի նշանակում, որ հիմա եւս չունի։ Ուրեմն իմ մոտ էլ հակառակ պրոցեսն է, ես էլ չեմ ուզում նիհարեմ ճիշտն ասած, բայց քանի որ շաքարից, հյութերից, քաղցրից հրաժարվել եմ, այս վերջի շաբաթում երևի արդեն 4 կիլո նիհարել եմ, 4 կիլո նիհարել եմ։ Շատ վատ է, բայց եթե դուք ուզում եք նիհարեք, արդեն գիտեք ինչ պիտի անեք, մի քիչ կամքի ուժով։
քանի տարի առաջ որ սկսում են մի խոսքով Instagram-ում կամ ընդհանրապես ապրում է կապիչներս քանդվել է, ասա ընկնալու է։ Իրականում մտքից ծայրով չեր անցնի, որ հնարավոր է ինձ մի օր ամեն օր այս հարցը տան։ Եղեք ապշում եմ։ Ես այդքան մեծ չեմ, որ ամուսնանալու մասին դեռ մտածեմ։ Ըստիս, եթե կարելի է, տենց մտածեմ, հա։ Չգիտեմ, ինչի եք ես հարցը այսքան տալիս ինձ։ Սա կարծում եմ հարցերից հա, որը մի պատասխան իր մեջ չի ներառում, այլ շատ ու շատ պատասխաններ, որովհետև ինքնստինքյան արդեն ինդիվիդուալ հարց է ու հետևաբար ինդիվիդուալ եւ յուրա պատասխանա ակնկալում։ Տեսեք, եթե օրինակ ունեք քթի կոմպլեքս, արտաքին կոմպլեքսների մասին էս խոսենք, դրա լուծումը արդեն դուք կարող եք տալ, բայց եթե խոսքը ներքին կոմպլեքսների մասին է, դա արդեն հոգեբանական մոտեցում է պահանջում։ Չգիտեմ, կան իրականում կոմպլեքսներ, որոնք այնքան էլ կոմպլեքս չեն, ինչքան մենք ենք դա դարձնում այդպիսին, բայց արդեն ներքին կոմպլեքսները դրանք լուրջ բարդություններ են, որոնց դեմ պիտի հոգեբանորեն պայքարեք։ Չգիտեմ ինչքանով կարողացա օգնեմ, շատ դժվար հարցեր, դժվար պատասխանել ակնկալում էր։ Սա համարենք վերջին հարցը, որովհետև գիտեք, որ ես ատում եմ շատ սթորիներ ու երբ որ իմ մոտ էլ այնպես ստացվում, որ շատ են նյարդերից, չգիտեմ ինչ եմ, Instagram չեմ մտնում, որ չտեսնեմ, որ շատ եմ գցել։ Տեսեք, ես այս հարցին, թե հաղորդման ժամանակ, Ovsy.get մեր հաղորդման ժամանակ, թե առհասարակ սթորիներով ինչքան տալիս եք, ես անընդհատ պատասխանում եմ, կամ դուք ուշադիր հետևորդներ չեք, որ այս հարցն ինձ անընդհատ տալիս եք, կամ չգիտեմ, դուք մտածեք արդեն ձեր պատասխանները գտեք, էլ չեմ պատասխանելու, վсё, բարի լույս, իրականում հաճելի է, երբ որ բարի լույսն ասում ես տեղին ու ճիշտ ժամանակին, ոչ թե օրինակ արթնանում ես կեսօրին, բայց կոնտենտ վարելու համար ասում ես բարի լույս, ես բարի լույսը դիմավորել եմ, դրա համար բոլոր իրավունքներն ունեմ ձեզ ասելու բարի լույս եւ ասեմ, որ ոչ թե դուրս եմ եկել վազելու, չնայած նրան, որ ես երկար տարիներ զբաղվել եմ շատ ակտիվ սպորտով, առավոտները վազել եմ, հիմա բայց այդ ժամանակը չունեմ, բայց դուրս եմ եկել, որովհետեւ տունը չէր ստացվում կարդալ, մի քանի փորձեր արեցի անհաջող, հիմա որոշել եմ փոխեմ լոկացիան, որովհետեւ պետք է ինձ կարդալ ու չեմ քնել բարի լույսը դիմավորել եմ, որովհետև դիտում եմ կինոներ, բացերը լրացնելու համար։